Աշխարհում միլիոնավոր կանայք ապրում են սովորական առօրյայով։ Աշխատանքի են գնում, երեխաներին տանում են մանկապարտեզ, դպրոց, զբոսայգի, սուրճ են խմում հարևանի հետ, զբոսնում եւ անհոգ ժպտում։ Սակայն երբեմն վարագույրի հետևում թաքնված է բոլորովին այլ իրականություն, որի մասին հաճախ լռում են։ Միավորված ազգերի կազմակերպության Թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի եւ ՄԱԿ կանայք կազմակերպության կողմից 2022 թվականին կատարված ուսումնասիրությունները ցույց է տալիս, որ 2021 թվականին յուրաքանչյուր ժամը 1 աշխարհում միջին վիճակագրությամբ ավելի քան 5 կին կամ աղջիկ է սպանվում իր ընտանիքի անդամի կողմից։ Նույն տարում դիտավորությամբ սպանված կանանց եւ աղջիկների շուրջ 56%-ը սպանվել է զուգընկերոջ կամ ընտանիքի այլ անդամի կողմից։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2021 թվականի գնահատումներով աշխարհում յուրաքանչյուր երկրորդ կին իր կյանքի ընթացքում ընտանեկան բռնության է ենթարկվում։ Սրանով հանդերձ պաշտոնական վիճակագրությունն ամբողջությամբ չի արտացոլում իրականությունը։ Բռնություն երևույթը հաճախ այդպես էլ մնում է թաքնված, չբարձրաձայնված, բռնության շղթան ամուր, չկոտրված։ Լսենք Անիի պատմությունը, ով շարունակում է ապրել բռնության շղթայում արդեն 3 տարի։ Անի 24 տարեկան, ամուսնացան 21-ում։ Ամեն ինչ սկսվեց այնտեղից, երբ Անիի ձեռքից վերցրեց հեռախոսը։ Իմ հեռախոսը ինքը վերցրեց։ Իմ մամա-պապայի հետ խոսում է իրենց ներկայությամբ, անմիջապես բարձրախոսով, ու հետո կաղը խոսելուց հետո սկսեն քննարկումներ, վայ մամաց սենց արեց, վայ մամաց սենց բան ասեց, վայ սենց, այն կարգի, որ ես արդեն խոսափում եմ մերոնց հետ շփվելուց։ Շփումը դադարեց նաև ընկերների հետ, ամուսնու հարազատների հետ։ Սոցիալական հարթակների վերահսկողությունը ամբողջությամբ անցավ ամուսնուն, արգելվեց միայնակ դուրս գալ, ապա սկսեց կողպել դուռը, կնոջը թողնելով ներսում։ Անին հատկապես ամուսնության առաջին տարում լռում էր, լաց էր լինում եւ վերջում արդարացնում, միգուցե խանդում է, կարող է սիրում է, վախենում է կորցնելուց եւ այսպես մինչեւ առաջին ծեծը։ Առաջին դեպքը ստացվեց մեծ աղջկաս ծնվելուց հետո, երբ որ իմ երեխա էր քնում էր, պետքա քներ եւ այլն, խնդրում էի, ասում էի մի բա օգնի կամ մի քիչ կամացար, երեխան պետքա քնի եւ այլն, ինքը զուտ մենակ խաղի համար բռունցքով խփում էր։ Հիշում է, ամենադաժան ծեծը տեղի ունեցավ գիշերը 3-ին, հարբած տուն եկավ, նախ ձեռքերով, ապա ոտքերով, կետնին գցելով քաշ տվեց փողոց։ Մեռնելու աստիճաներ ինձ սպանում էր ծեծելով արդեն, այն որ հասկացա, որ իրանց շեշտում է, ասում է երեխեքը, ինձ ֆռած ասես դու այդ երեխեքին արժանի չես, պետք է մեռնես, այդ օրը ամբողջ մարմինս էր, դեմքս, այն որ լրիվ կապտած, ուռած, այն որ անճանաչելի է դարձել։ Անին որոշեց հեռանալ, բայց մի քանի օր միայն։ Հետո հաշտվեցին, մտածեց կփոխվի եւ վերադարձավ։ Եվ այսպես արդեն 3 տարի։ Ամեն ծեծից հետո Անին հեռանում է։ Նա գալիս է հետևից, ներողություն է խնդրում, խոստանում է չկրկնել, ծաղիկներ ու նվերներ է բերում։ Հաշտվում են, Անին էլի վերադառնում է ընտանիքի ու հասարակական ճնշման պատճառով։ Նրա պատմությունը եզակի չէ։ Բազմաթիվ կանայք Հայաստանում ամեն օր բախվում են այս իրականությանը։ Վերջին 5 տարվա պաշտոնական վիճակագրությունը կանանց նկատմամբ բռնությունների սրընթաց աճ է արձանագրել։ Հայաստանի գլխավոր դատախազության 2024 թվականի հաշվետվության համաձայն ֆիզիկական բռնության դեպքերը աճել են 151, հոգեբանական բռնության դեպքերը 261%-ով։ Հայաստանում բռնության ձևերից ամենատարածվածը ֆիզիկական եւ հոգեբանական տեսակներն են։ Բավականին տարածված է նաեւ տնտեսականը, սեռականը, անտեսումը եւ հիմա արդեն թվային բռնությունը։ Ընդհանուր առմամբ 2024-ին արձանագրվել են ընտանեկան եւ կենցաղային բռնության 1360 դեպք, մինչդեռ 2023-ին այն 508-ներ։ Մտահոգիչ է նաեւ ծանր դեպքերի աճը։ 2023-ին ընտանեկան բռնության հետևանքով արձանագրվել է կնասպանության 3 դեպք, 2024-ին այդ թիվը հասել է 13-ի։ Առողջության դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքերը 8-ից աճել են 15-ի։ 2025 թվականի տվյալներն ամփոփված չեն, իսկ միջանկյալ թվերը առայժմ շարունակում են մնալ բարձր։ Թվերը աճում են Հայաստանում, քանի որ ըստ մասնագետների հիմա ավելի բարձր է իրազեկվածության մակարդակը։ Կանայք ավելի շատ են բարձրաձայնում, քան նախկինում, դիմում են ոստիկանություն, օգնություն խնդրում իրավապաշտպան կառույցներից։ Այդուամենայնիվ մասնագետների համոզմամբ հազարավոր կանայք ամեն օր երկընտրանքի առջև են։ Լռել, թե խոսել, բարձրաձայնել, դիմել օգնության, թե ոչ։ Ավելի հաճախ լռում են։ Ինչու՞։
Ֆինանսական կախվածություն։ Տարիներ շարունակ չեն թողնում իրենց կանանց օրինակ աշխատել եւ ֆինանսապես կախված են լինում ընտանիքի անդամից կամ ամուսնուց։ Հոգեբանական կախվածությունը նույն այդ մտնում է դրա մեջ, հա, սերը, կապվածությունը, էմոցիոնալ կապվածությունը, հա, շատ տարբեր։ Միևնույն ժամանակ մտածում են, որ կփոխվի անձը, իրենց էլ խորհուրդ են տվել, երեխա ունենաս կանցնի, 10 տարի անցնի կանցնի։ Մյուսը Ստոկհոլմյան սինդրոմը, որը թերագնահատում ենք չգիտես ինչի, բայց սա մասնագիտական տերմին է եւ այս դեպքում անձինք բռնություն կիրառող անձից կախվածության, խղճի, գուցե զգալու, հա, կամ գուցե նաեւ սիրահարվածություն զգալու այս պահերն են։ Հարազատներից աջակցության բացակայությունը, հասարակության կողմից պարսավանքը, մատնացույց անելը, պիտակավորելը, թիրախավորելը մյուս պատճառներն են։ Եղել են նաև դեպքեր, որ ոստիկաններն են միացել այդ շղթային, ասում է փաստաբան Գայանե Գևորգյանը։ Ոստիկանության աշխատակիցներն են յուրաքանչյուր նմանատիպ բողոքի պարագայում պատճառաբանում են, թե որ ընտանիքում նման վեճեր առկա չէ, ամոթ չի, որ դու եկել ես ենթադրենք ամուսնուդ կամ զուգընկերոջդ դեմ բողոք ես ներկայացնում, այն էլ ոստիկանություն։ Համայնքային ոստիկանները վերապատրաստվել են, մոտեցումն է փոխվել, վերաբերմունքն է փոխվել ընտանիքի անդամների գործի հանգամանքների վերաբերյալ, փորձում են վերհանել նշված հանգամանքները, փորձել պաշտպանել, որից հետո արդեն դիմում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը եւ համապատասխան արդեն տարածքներում կան ապաստարաններ, կան ընտանեկան բռնությամբ զբաղվող նաեւ կազմակերպություններ, կառույցներ։ Հոգեբանական տեսակետից խնդիրը այլ հետաքրքիր բացատրություն էլ ունի։ Շատ հաճախ բռնության հետ գոյատևող ընտանիքի հիմքում այսպիսի տրամաբանություն է ընկած։ Բռնությունը եւ հետևանք է եւ պատճառ։ Ցավոք այն մարդիկ, ովքեր բռնության են ենթարկվում, ովքեր ունեն զոհի հոգեբանություն, իրենք շատ հաճախ մանկության շրջանում եղել են զոհեր։ Այսինքն իրենք տեսել են բռնացող հորը, ով անդադար բռնության է ենթարկել իրենց մայրիկին եւ իրենք ուրիշ այլ վարքի մոդելի սովորել չեն։ Այսինքն պետք է անպայման կինը ծեծվի, իրենց մայրն է ծեծվել, իրենց տատիկն է ծեծվել, իրենք էլ պետք է շարունակեն նույն ուղիով գնալ։ Եվ երբեմն այս ընտանիքները մեծացած երեխան հոգեկան տրավմա ստացած, ցածր ինքնագնահատականով հանդիպում է այնպիսի մի անձի, որը հենց նույն հոր կերպարն է, որտեղ ինքը այդ կերպարն արդեն իր հոգեկանի մեջ արդեն ունի։ Բռնության միջավայրում զոհի համակերպման եւ գոյատևման երկու պատճառ հաճախ կրկնվում է։ Դրանք են երեխաների շահը եւ հույսը, որ բռնարարը մի օր կփոխվի։ Շատ մասնագետներ նշում են, որ եթե կա բռնություն, չկա ընտանիք, կա բռնության միջավայր։ Իսկ այդ միջավայրը վտանգում է երեխաներին ներկայում եւ երկարաժամկետ հեռանկարում։ Ավելի պարզ ասած, մեծ է հավանականությունը, որ այդ միջավայրը մեծացնում է կամ նոր բռնարար, կամ նոր զոհ, կամ էլ միգուցե երկուսը միասին։ Ու սա այնքան ժամանակ մինչև չի կոտրվում բռնության շղթան։ Իսկ եթե չի կոտրվում, այն անընդհատ գտնվում է զսպանակաձև պտույտի մեջ, բռնություն, հաշտություն, կրկնություն, կայուն ցիկլով, կոտրելով նաև մի օր կփոխվի միֆը։ Մեղրամսի փուլը բռնությունից հետո եկող համեմատաբար անդորն է, ավելի միմյանց զղջալու կամ գուցե ներողությունների, հա, փուլն է, այսպես ասած, ներողություն խնդրելու։ Դրանից հետո կրկին բռնության ցիկլով պայմանավորված բռնությունը նորից կրկնվում է եւ ել ավելի վատանում է։ Օրինակ, եթե առաջ ամիսը 1 էր կամ տարին մի քանի անգամ էր, դառնում է հետո շաբաթը 1, շաբաթը մի քանի անգամ, օրը 1, օրը մի քանի անգամ, հետո ամեն ժամ եւ այսպես շարունակ։ Գենդերային բռնության դեմ պայքարի շրջանակներում Հայաստանը 2017 թվականին հատուկ օրենք ընդունեց ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին օրենքը։ 2024-ին օրենքը փոխվեց։ Օրենքը ընտանեկան բռնության հասկացությունը սահմանում է ավելի լայն, քան պարզապես ֆիզիկական բռնությունը։ Ներմուծվեց զուգընկեր եզրույթը եւ հստակ սահմանվեց, որ ընտանեկան բռնությունը սոսկ տան ներսի խնդիր չէ, այլ իրավական խախտում, որը պահանջում է պետական միջամտություն։ Վիճակագրական աճը նաև օրենսդրական փոփոխությունների ու դիմելիության ցուցանիշի արդյունք է, ասում են մասնագետները, սակայն օրենքը ելի լավարկման անհրաժեշտություն ունի։ Հայաստանն աշխատելու է ոչ միայն հետևանքների հաղթարման, այլև կանխարգելման մեխանիզմների մշակման ուղղությամբ, եւ ի վերջո կատարյալ օրենսդրությունն անգամ չի երաշխավորում խնդրի վերջնական եւ ամբողջական լուծումը։ Եթե համակարգերը արդյունավետորեն չեն խթանում բռնության շղթայի եւ լռության կոտրումը, բռնությունը բազմադեմ ճահճացած երևույթ է եւ դրա դեմ պայքարը այնքան էլ դյուրին չէ։ Այն պետք է կրի համամարտկային, համակարգված բազմավեկտոր բնույթ, ընդգրկելով պետական, հասարակական, քաղաքական ինստիտուտները, ներթափանցելով հասարակական ամենատարբեր շերտեր ու խմբեր։
Հայաստանում գործող կանանց իրավունքների պաշտպանությամբ գենդերային բռնության դեմ պայքարով զբաղվող հասարակական իրավապաշտպան կազմակերպությունները մեծ աշխատանք են տանում իրազեկման, հասարակական գիտակցության վերափոխման, կանանց իրավունքների, նրանց իրավական, հոգեբանական գործիքներով զինելու եւ պաշտպանելու տեսանկյունից։ Սովորեցնում են չլռել, այլ խոսել, բարձրաձայնել, օգնություն խնդրել։ Սակայն արդյոք սա հեշտ է։ Լսենք մեր հաջորդ հերոսին, Սոնային։ Սոնա 25 տարեկան։ Նա բռնության է ենթարկվել ուղիղ 6 տարի։ Ճիշտ այդքան անցնելով բռնություն, բաժանում, հաշտություն, էլի բռնություն փակ շղթայով։ Նույնիսկ եղել է դեպք, երբ որ տանակը պահել է կոկորտիս, ոստիկաններ են եկել այդ ժամանակ, չի թողել, որ իրեն տեղափոխեն հիվանդանոց, իրեն օգնություն ցույց տան, արկելել է նրանց մեր տուն գալը, պահելով տանակը իմ կոկորտին, մինչև համոզել են, ակին ժամանակ անցել է, բայց դե այդ վախը, որ կարող եմ միամիտ թե դիտավորյալ կոկորտս կտրի կամ վնաս հասցնի տանակով, եղել է միշտ այդ վախը։ Որպեսզի կանայք չվախենան, չլռեն, կյանքեր փրկեն, ուժեղ կանայք մարդկության ուժեղ կեսի համար արեցին դա 2020 թվականին։ Impact ինովացիաների ինստիտուտը, որը նորարարությունների եւ տեխնոլոգիաների միջոցով կենտրոնանում է սոցիալական խնդիրների լուծման վրա, մշակեց եւ գործարկեց Save You բջջային հավելվածը։ Բռնության կրկնվող շղթայում բռնության ենթարկվող անձը հաճախ խուսափում է կամ հնարավորություն չունի դիմելու իրավապահ մարմիններին կամ իրավապաշտպան կառույցներին, շատ ավելի հեշտ է սեղմել իր իսկ հեռախոսի փրկության կոճակը։ Հավելվածը իրենից ինչ է ներկայացնում, մի քանի գործառույթների համախումբ է, առաջին հերթին անվտանգության կանչ կոճակ է, որը հնարավորություն է տալիս օգտատերերին մինչև 7 ուղղություններով ուղարկել անվճար ահազանգ հաղորդագրություն իրենց գեոլոկացիայով։ Այդ 7 ուղղություններից մինչև 3-ը կարող են լինել իրենց անձնական կոնտակտներից, այսինքն ընտանիք եւ ընկերներ, պայմանական այդպես ենք կոչում, մինչև 3-ը մեր հետ համագործակցող ցանցի անդամ կառույցներից, աջակցման կենտրոններ, տարբեր կառույցներ, որոնք այս կամ այն ծառայություններն են մատուցում կանանց, եւ նաեւ մյուս ուղղությունը դա ոստիկանությունն է։ Հարթակի առաքելությունն է ստեղծել եւ պահպանել կայուն վիրտուալ անվտանգ տարածք, որտեղ կանայք կկարողանան օգնություն փնտրել իրենց համայնքից, ապահով եւ աջակցող միջավայրում։ Եթե կանչ կոճակը սեղմում է օգտատերը եւ ակտիվացրել է ոստիկանության գործառույթը, ապա համակարգը անմիջապես հաշված վայրկյանների ընթացքում ոստիկանության համակարգին ուղարկում է տվյալ անձի գեոլոկացիան, նաև կանչ կոճակից օգտվելիս 1 րոպե տևողությամբ համակարգը ցայնագրում է շուրջ բոլորը տեղի ունեցողը, որը օգտագործվում է որպես դեպքի ապացույց։ Հավելվածը նաև առաջարկում է ֆորումներ, որտեղ կանայք կարող են անանուն խոսել կարևոր թեմաների մասին, ինչպիսիք են կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնությունը։ Փորձել ենք կնոջ գրպանի մեջ դնել հենց այն գործիքը, որը ինքը կարող է օգտագործել վտանգի դեպքում, երբ որ իրեն ֆիզիկական բռնության վտանգ է սպառնում։ Մեր ազդեցության չափման ամենակարևոր միավորը հենց այդ փրկված կյանքերն են, որ այս տարիների ընթացքում նաև հետադարձ կապով միգուցե մի տարի անց, 2 տարի անց իմացել ենք այդ դեպքերի մասին, այս պահին շուրջ 300 փաստագրված իրական դեպքեր ունենք, երբ որ փաստացի 300 եւ ավելի կյանքեր են փրկվել հենց Save You հավելվածի շնորհիվ, դեպքերը շատ տարբեր են։ Աշխարհի 6, այդ թվում Եվրոմիության անդամ 2 երկրներում գործարկված կյանքեր փրկող հավելվածը Հայաստանում շուրջ 10,000 օգտատեր ունի։ Մեծ վստահություն եւ տարածում ունի հարևան Վրաստանում եւ նոր հավակնոտ ծրագրեր տարածվելու աշխարհում եւ պայքարելու արդեն նաեւ թվային բռնության դեմ։ Սա հեշտ կիրառելի գործիք է չլռելու, խոսելու եւ պայքարելու բռնության դեմ, որովհետեւ շատ հաճախ լռելը եւ բռնության շղթան կոտրելը հանգեցնում է անդառնալի հետևանքների։ Սոնան 6 տարի մնալով բռնության շղթայում իր մանկահասակ 2 աղջիկների հետ հրաշքով է փրկվել։ Ներեց հաշտվեց ու հետ գնաց այնքան, մինչև բռնարարը գիշերը որոշեց այրել տունը, որտեղ ապրում էին կինն ու զավակները։ Միտումնավոր այրել է, բայց թե ինձ ու երեխաներիս վնաս պատճառելու համար, թե զուտ տուն այրելու համար չեմ կարող ասել։
Սոնայի դեպքում սա էր բաժակի վերջին կաթիլը։ Սպառնալիքները սպանելու մասին ավելի քան իրական դարձան, ու նա որոշեց կոտրել բռնության շղթան, փրկվելու համար։ Սոնան հանգրվանեց ապաստարանում, նրա հետ աշխատեցին հոգեբաններ, իրավաբաններ, աշխատանք գտավ, որոշել է բարձրագույն կրթություն ստանալ, այժմ կապրի ծնողների հետ։ Հիմա բռնարարը կալանավորված է։ Սոնան կլուծի հարցը դատական հարթությունում, կպայքարի իր ու զավակների ապահով ու խաղաղ կյանքի համար։ Հիմա արդեն զարմանում է, ինչպես է կարողացել այդքան երկար մնալ բռնության միջավայրում։ Հիմա Սոնան արդեն խորհուրդ է տալիս Անիին, մյուսներին, որոնք պայքարում են բռնության փակ շղթայում, նա չի փոխվի, եթե չի ուզում, եթե չի բուժվում։ Չպետք է սпасել վերջին կաթիլին, որովհետև երբեմն բաժակը այդպես էլ չի լցվում, այլ կտրվում են կյանքի թելերը։ Բռնության շղթան կոտրելը ու հանգիստ կյանքով ապրելը կարևոր եւ արժանապատիվ քայլ է։ Պետք է անել այդ քայլը, պետք է կոտրել բռնության շղթան եւ պետք է փրկվել։ Փրկիր քեզ, հիմա արդեն խորհուրդ է տալիս ապագա հոգեբան Սոնան։